Տարին այդ կացարանը երկու տարի, այսինքն դեռ վարանը տեղադրվել եւ իրականացվել է նաեւ քրեական գործունեությունում կա հաստատող, ճիշտ ասած արտոնու գործեր տեսփային չեմ հիշում, որ երկրորդ բանակային կորպուսի շտաբին մեր զորամասի թիկունքից է ներկայացվել այդ հաստատուղթը, թե որտեղ ինչ կարգով պետք է իրականացվի ջեռուցումը, այդ հաստատուղթի մեջ ներկայացված է, որ մեր կացարանը ջեռուցվում է համ վառարանի, համ էլ հոսանքի միջոցով։ Ձեզ այս քրական վարորդի շրջանակներում առաջադրված մեղադրական մեղավորչանություն։ Ոչ։ Բայց ձեզ կա մեղավորներ այս քրական վարորդի շրջանակներում։ Ովքեր։ Առաջինը Երեշա Հակոբյանը, որ վառանը բենզինով վառել է։ Ոչ կարող է տրամն ինչ-են պատոս ուջիրավաբանը ոչ էլ ես եմ որոշում։ Պատոժանդրադները մեզ ավարտեցին հարցեր։ Մաղաչ շնորհակալություն։ Ժողովները հարցերում են, խնդրեմ։ Ամսի 17-ին։ 17-ին։ 18-ին չեմ մտածում։ Որ ժամերում կարող։ Իրիկում կա, 6-ի, 7-ի, ինչ կավ ավելի ուր։ Այդտեղ պատասխանատու ով է նշանակում, ասենք այդ օրը Ես որպես վարդի ով է նշանակի ունենալի Երեշային, ուրեմն պատասխանատվության գրաֆիկը սենց է կազմվել, Զորամասի ժամանակավի հետ համաձայնեցվել է, որ սեպտեմբերի 12-ի դեպքից հետո, երբ որ Զորամասը դուրս է եկել շարքից ու ռումնատեղական վերջի ունեցել, այդ ժամանակ նաև իշխական կառավարությունն է տեղավորվել նույն կացարանում, Զորամասի ժամանակավի հետ Տիգրան Ղազարյանը համաձայնեցվել է, որ Երեշա Հակոբյանը կացանում մնա մեր հետ պատասխանատու, ես ամեն շաբաթ գրաֆիկը կազմել եմ, ներկայացրել Տիգրան Ղազարյանին, որպես որ հաստատի։ Կոնկրետ այդ օրը մասին է խոսքը։ Ես եմ նշանակել։ Ես նշանակել եմ, ամեն շաբաթվանը ես նշանակել եմ, Ղազարյանը հաստատել։ Այսինքն դու տեղյակ եղել ես, որ այդ բանը ինքնապատասխանատու։ Եթե տեղյակ ես եղել, հայտնի տեսանյութը, որ գցած է, որ զանգում քեզ ասում են ով բաժարը, հարց ես տալի ով է պատասխանատու, չես հարցնում։ Այդ ժամանակ ես քնած եմ եղել, ճիշտ ասած այդ խոսակցությունը թե ոնց է ընդհանուր տեղի ունեցել, ես չեմ հիշել թե խոսակցությունը ընդհանուր ոնց է տեղի ունեցել, ես ինչ հարցեր տվել, ինչ պատասխան եմ ստացել, մենակ հետո ձայնագրությունը որ տեղադրվել է, ես այդ ժամանակ եմ հիշել ընդհանուր խոսակցությունը, չեմ կարող դա հարցին պատասխանել, թե կոնկրետ մի բանի ինչի մասին է հարցը տվել, բայց այդ Կարող ենթադրեմ, որ դա ենթագիտակցություն եմ տվել, որովհետև պատասխանատու պիտի այդ պահին ամեն ինչ համ վերահսկեր, համ էլ եթե ինչ-որ մեկ ոչ ստանդարտ իրավիճակ դներ, պատասխանատուն պիտի կազմակերպել թե անձնակազմի տարհանումը, թե ռմբակոծության դեպքում իրանից տեղափոխումը, ապաստարան, թե ինչ-որ գործողություն անել, պիտի պատասխանատուն կազմակերպել այդ ամեն ինչը։ Բայց կոնկրետ ինչով է պայմանավորված այդ այդ հանգստությունն է, որ ասես հանգիստ ով է պատասխանատու։ Ասենք այդ մարդը տվյալ զինվորը ճակատի դրակում է, որ Բաժարա տղեկը սառներսն են, մի 5 հոգի են դուրսը, չեն կարող դուրս գան, ասենք ոչ մի ինձ տագնապ չկակում, ոչ մի ձև, ես չես անհանգստանում, ես ես ուղղակի սառը հարց է։ Տպավորությունը ասում դու սպասեի ես, այո ժամանակի մի բան պետք է լինի, դե հանդարտ կային մը ծծիմիջայլոց մի հատ հարցերի պատասխանի կամ ինչ-որ հարցեր տարօրինակ։ Չէ, անձնակազմի հանդեպան հանգստությունը ես միշտ եմ ունեցել, անձնակազմի համար ես իմ հնարավորությունների սահմաններում, թե ծառայական թե իմ անձնական հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արել եմ, այդ ուղղակի պայմանավորված այլ նրանով, որ ես բային քնած եմ, որ բանով պայմանավորված չի եղել։ Այդ անհանգստությունները ես ոնց ասեմ, պատերազմի ժամանակ էլ իրար խառնված գործողություններ չեմ արել կամ ինձ իրար խառնված չեմ պայել։ Ուղղակի այդ պահին ես որ խառնվել իրար, նրանց ոչ մի բանով չի կարող։ Գոր, ենթադրենք մեր երեխեք չեն այդ տանը, մեկը զանգում էր, ասում էր խոսքի փող երեխեն ես ինչ տեղնա չի կարող դուրս գալ, նույն ձևին արձագանքելու թեկուզ քնած տեղը։ Ես չեմ ուղղակի ոչ մի լոգիկայի մեջ չի դառ, թեկուզ քնած տեղից venես ու սառը պատասխան ով է պատասխանատու։ Չեմ կարող կոնկրետ պատասխանել թե ոնց կպատասխանե եթե այդ ամեն ինչը վերաբերել է իմ երեխուն,
Բայց կարծում եմ, որ այդ նույն ձևի, որովհետև ես այդ երեխեքին պես ընդունել եմ ու սիրել ու իրենց հանդեպ ոգ եմ տարել, որ ծորին երեխեքը կամ են փոքր ախերել են։ Որ ասում ես տարհանում չի եղել, պետք է ձեն տային համեն, ուղղակի շուտացի միջամտերի, որտեղ այսօր մի բառ միջամտում ես, մի անգամից սանկցիալ այդում են դրսում, դուները չի գալել, ոչ ճիշտ բան ասում։ Այդտեղ դու խոսում ես կենթանի վարդանց մասին, զինվորի մասին, ըստ քո նկարագրածի լուրջ զինվորական առաջադրանք կատարող զինվորների մասին, որ շատ ուշ տեղերում են եղել, ցանկացած իրավիճակից լավձերով, ճիշտ ձևերով դուրս են եկել։ Դու չես խոսում ինչ-որ հեռու իրանցից մի հատ վերջի մասին, որ մտնեին հանային դուրս։ Պետք է որ ինչ-որ մեկը ձեն տալ, ասել հելեիք, փախեիք կամ չգիտեմ, պաշարա կամ եսի միջա, թե իրանք այդ ամեն ինչ այդ պահին հենց իրավիճակը ճիշտ գնահատեին ու հանային դուրս։ Ես չեմ կարող ասեմ այդ պահին կոնկրետ ինչ քնած մարդ եղել է ներսում չի եղել կամ ներսը ինչ արժոտաժ եղել է, որ դրանից կզարթնեին թե չէ, ես ըստ ասում եմ, որ ոչ թե այդ երեխեքը կարային մեջից դուրս գային, այլ իրանք պարտավոր են մտնեին ներս, որ իրանց դուրս հանեն։ Չէ, դու ձևակերպում ես, ես կմտնեին տղեկին հանեին դուրս, կմտնեին սավին կհանեին դուրս։ Սավին կհանել, սավ ամեն մեկի հետին մարդկային կենսանական կամ երջգիտեմ մարդկային են մնացած ամեն բնազներով, ամեն ինչով, որ ինքը առաջերտին փորձել էր, եթե ընկերոջը չօգնել, որ երեխեքը մտել։ Ու ես չեմ կարող ասեմ, թե կոնկրետ ինչ արժոտաժ եղել է, ինչ ձևով ապօրինի մեծեր մանրամասները չեմ կարող ասեմ, բայց եթե դե հոգի մարդ է եղել ու իրանք նկատել տեսել են, որ դեից մարդ դուրս չի գալի, նամանավան երեշարական մսանատած 12 րոպե ներսում ելել դենում են դից 10 րոպե մարդ դուրս չի գալի, հաստատ հնարավոր է դեպի կարեկցել, դուրս չեն գալի, ինչի դուրս չեն գալի, ինչ ա եղել դուրս չեն գալի։ Այսօր այդ ամենը կարող է հարցի պատասխանը, թե ինչ ա եղել որ դուրս չի գալի, ոչ մի ջունք։ Լավ այդ հարցը տրվավ ես այդ որտեղ եթե Փեչի մոտի զինվորը ներսից է դուրս եկել մնացածը խի դուրս չեն եկել։ Եթե այդտեղ այլն ինչի դուրս չի եկել, ոնց որ Լևոնն է եկել, ոնց որ Եղոնն է եկել, ոնց որ նկարագրում են հելանք, մտանք, նորից էլի փորձին բանում են, նորից հելանք։ Ես չեմ կարող ասել, թե խիպը մարդը դուրս չի եկել, բայց նաև բացառում եմ, որ եթե այդ զինվորը տեղացած էր, մինչև հրդեհը, հետները հավասար դուրս կգար, ես չեմ կարող պատկերացնել, որ ինչ-որ մեկը կմնալ այդտեղ։ Այսինքն եթե չի եղել, որ ինչ-որ միզով միջամտել են, որ չի եղել։ Ու կարծիք։ Լավ։ Որ ասում ես զենք եք գտնում, զենքն որ մասն եք գտել։ Զենքը գտել ենք այս դռնից, որ մտնում ենք ներս այդ վառարանի սենյակ, դիմացը զինանոցի դռներն են, ոսից կողի պատին հենգած։ Այսինքն լրիվ ներս, ոչ թե փոքր միջանցք։ Չէ, ներս։ Ու զենքն է այդ Չեմ կարող ասում նու չել ֆիքսել այդ պահին որ հարանի զենքն է, մենակ էդի կարող Լևոնի զենքն է, որովհետև այդ պահին բացի Լևոնից ուրիշ ոչ մեկ զենք ունենալու հնարավորություն չէր կարող, Լևոնի զենքը իրավունքն է մենակ դերական առանցάει, եթե զենք կա դրսում զինանոցից դուրս, այդ բարեկի զենքն է, ճիշտ է, այլ զենք չէին կարող ասես բացի թողի թողնեին, այլ բարեկներ իր զենքով դուրս են։ Այսինքն Լևոն առանց զենքի չէր կարող, չէ՞ որպես բարեք դրսում։ Չէ, ես այդ իմ ցուցմունքի մեջ ցուցմունքալուց ասացի, որ ենթադրում եմ, որ այդ հարցի պատասխանը չկա նախաքննության մեջ ու ինչքան որ ես փոխրել եմ նախաքննության մեջ, Լևոնին այդ հարցը չի տվել, թե զենքը ոնց է հայտնվել ներսում ինչ բան, ես կարծում եմ, որ Լևոնը այդ ժամանակ այդ զենքը թողել է գնացել է կամ զուգարան կամ չգիտեմ ինչ-որ մեծ երևի զուգարան է գնացել, որ իր կարիքները հոգա։ Բայց կարիքները հոգալամար զուգարան է գնում, բարեկի ոչ մի չի Փոխարինում է, պետք է փոխարինի չի փոխարինում։ Խախտում են երևի արել։ Այդ զենքը դե թողնելը երևի աղմուշտել չի վերաբերված, մահաճի 7 ետ գիտի 7-ն մեղրի մասին, որ աղմուշտելի հետ է կապված, դա մենակ քնաբերի չի քնաբերի։ Ես հարցերի հարցն է, դե որ ինչ գործ ունեն ներս այդ բանի կամ զենքի ինչ գործ ունեն ներս։ Որ ասում ես հարցը չեմ հաշված։ Եթե դիվերսիա գար, առաջինը դրսում եղած արեկին պետք է վնասազերծել կամ խփել կամ մի խոսքով ինչ-որ որ ասել ներս չէ։ Հետևյալ պահին արեկը ներսում է եղել, ամեն դեպքում զենքը ներսում է եղել, ուրեմն ինքն է դրսում հերթապահություն կանցկացնելու չի եղել։ Այսինքն հնարավոր է, չէ՞ որ դիվերսիան մտել ներս, դրսում մարդ չկա, ոչ մի տեղ չկա։ Ներսում այդ պահին ներսում է եղել, որ իրան թողնես այլ դիվերսիաներ։
Ո՞վ վնասն է։ Երիշը, օրինակ, ինքը վնասում է։ Վարանի սենյակում է եկոն ամենակիչը։ Բայց մենք համոզված չենք, չէ՞ որ ինքը ներսն է եղել, թե չգիտեմ որ ջանդամներն եղել, հետո այդ բանից հրդեհից հետո դիվերսիայի տեղ իր գործանը գնալուց հետո են եկել փորձել բանան, դե արդյունքում այրվածքներն է ստացում, չեն կարծել բանանը Լևոնին են մի կերպ դեսպեն ետ։ Կարան չեք դեսպեն։ Դե չէ չֆիքսվեք էլի դրա վրա, որ եթե եկել են իրանք ում հաստատ որ ասում են ներսն եկել են, ներսն են եղել, ուրեմն նրանք ինչ-որ կոնկրետ հարցնեք, խոսում ենք կոնկրետ հարց, ես բան եմ կա, որ կարող ընդհանրապես կարծիք հայտնելով, ասեն քննարկելով արդյունքում, ես չեմ կարող ամեն ինչի վրա կոնկրետ հարցի հիմա նաև ու այստեղ ես ձեզ ասեմ նաև շատ հարցեր եւ այլ առաջանում է նրանից, որտեղ մենք ուշադիր բոլորս ամենևս ոչ դատարան կողմ են իրենց ենթադրությունը, իրենց կարծիքը ոնց որ շատ դեպքում իրենց հարմար այդ բային արտահայտում են, բոլորս դա ընդունում են։ Իմ ուզում եք դրա շուրջ տարածել, դա չի։ Իմաստը տալիս է ինչ-որ պատասխանը, մի րոպե ես ձեզ ասեմ, ուրեմն դատարանի համար մի րոպե դուք դժոխ եք եւ այսօր մեղադրելն արձակում, նրա ենթադրությունները այդ արծի վերաբերյալ։ Դատարանի համար եթե չկա փաստական Այդ հարցով ինձ ենթադրությունների դա չէ, որ ինքը ֆիքսում ասում, եթե սենց հներ սենց կլեր, ես համենից եւ դարձել ինչ-որ պետք է տվեցիք, բայց հարցերը կոնկրետ տվեք։ Կոնկրետ այն ինչ-որ իրեն ու նայեք ձեզ էլ եմ որնում։ Տես արդեն հեսա ավարտում են ձեր դրա համար ես միշտ չեմ միջամտում։ Չեմ միջամտես կարող եմ ես հարցերը միջամտել եւ բոլորը գիտեն օրենքով։ Միջամտել թույլ չտալ, այն որը որ վերաբերիք չէ։ Բայց ես ամեն ինչը թույլ եմ տալիս, մի րոպե լրություն, ես ամեն ինչը թույլ եմ տալիս, որ մարդիկ հարցեր ունեն, թող տա ոչինչ, թեկուզ դրա ձևակերպում այլ կերպ, թեկուզ կրկնում, բայց նաև հորդորում եմ ձեզ, հարցերը պատասխանել չեսնելուց, օբյեկտիվ ճիշտ պատասխանել չես։ Պատվական դատարանը չիմացած մասին կարող մենակ ենթադրել։ Դա Շահում ասում է ենթադրել, բայց դե կոնկրետ ասում ես, եթե սենց հներ, սենց կլներ, ես էլ հարց եմ տալ, ինչով եք համոզված, որ սենց է, ինչով եք համոզված, որ ընդեղ է ինքը։ Շատ եմ ճիշտ հարց է տալիս, այդ ձեր ենթադրության, դիմա տալիս է, դե պատասխաններ տվեք։ Այդ ենթադրությունը Հիմք եմ ընդունում, որ ընդեղ է։ Դրա համար եմ ասում, ենթադրությունների դաշտին է։ Լավ, որ ասում ես չի հասկացել, չի պատկերացել ինչ հակառակում է, ինչի նկատում ես։ Ով չի հասկացել։ Որ այդ բան չի հասկացել ինչ հակառակում, փողը փախել է։ Ոչ թե չի հասկացել, լսվել է վրան Դու չէ ասացի, չի պատկերացել, չի հասկացել, նմանատիպ արտահայտություն։ Որ բենզինը լցի պեջի մեջ։ Այսինքն եթե նորմալ adekvat մարդը գցում է բաժանը, գրակը չի հասկանում այդ բաժանը։ Չի հասկանում, որ կապա հարցը միջից ձեռար։ Ինչի նկատի ունեիք։ Այն որ ինքը բենզինը լցել է բերել է առանց հասկանալու, որ այդ բենզինը լցի բանի մեջ, պեջի մեջ ձերը ճիշտ է դա վարվել է։ Հա, վարվելուց հետո Չէ, ամբողջ հարցը ստեղենում է նրա մասին, որ ինքը այդ բային փոխանակ միջոցներ ձեռնարկել կանխելու համար տարածումը, փոխել է հետո մինչև եկել է, ասի բաղինակ ասում է, այդ ժամանակ արդեն հնարավոր չէր կանխել։ Հա։ Ինչի պատկերացել, բայց առանց կպա վարա։ Երբ բախեցը փախել է, շուտ կար այդ կոնկրետ մանրամասներն ասում թե ոնց այլ է, բախեցը փախել է։ Այդ բանը, որ ինքը մոտեցել է բենզինը վերցնելու, ասացի պարեկի վերահսկողության տակ չէ տարանել պարեկի երթապայի։ Այսինքն պարեկի իրավունք ուներ այդ բանի թույլ չտար ինքը վերցնել։ Լավ, սենց հարցը ձևակերպել, իրավունք ուներ թույլ չտար, թե իրավունք չուներ թույլ տար։ Իրավունք չուներ թույլ տար, որ ինքը վերցնել կամ ինչ-որ։ Այսինքն եթե ինքը դոստուպ ունեցել, հասը վերցրել է այդ տվյալ տարան, կարելի է ենթադրել, որ պարեկին է դնել, պարեկը իր ֆունկցիաների, իր բաղբականությունները ճիշտ կատարել, ինչ այդ տարան պետք է թույլ չտար, որ վերցնեին այդտեղից։ Եթե ինքը իր Կարծում եք ինչի համար էին տանում։ Ինքը իր այդ բենզինը նախատեսված այլ է երկու բանի համար, մեկ տրակտորների փուսկաշները խոդելու համար, մեկ էլ ես հազար մեկերորդ անգամն էլ նորից լսում եմ ինչ համար նախատեսած է։ Հարցի մասը հասկանում ես։ Իրավունք ուներ վերցնել։ Պարեկը իրավունք ուներ թույլ չտար։ Իրավունք պարտավոր է թույլ չտար։ Պարտավոր է թույլ չտար։ Այսինքն, եմ ասում պատճառը հետևանքային կա։ Եթե պարեկը իր պարտականություն ճիշտ կատարեր, չէր վերցնի, չէր տանի, բաժան չէր տա, ճիշտ է։
Ասացից ես տենց եմ հետադել։ Տենց է դա կար։ Ես պատճառը հետևանքային կապը իմ գնահատելու մեջ շան կարելի գնահատել։ Դե քո ասած է տենց է դուրս գալու ու գնահատել արդեն գնահատող դու գնահատի։ Բասվորներից եւս մի որ շատ դու վերցրել է։ Երեխեք հեռախոսները որ հավաքել ես սմարթֆոնները, գնահատները մնացել են մոտները, ճիշտ է։ Որտեղ ես բարդ հեռախոսները։ Իմ ավտոյի մեջ։ Դու հիշում ես, որ մենք հանդիպան խոսացինք, ես հեռախոսը տվեցի քեզ, ասացի հեռախոսից հոտ կաշի։ Ինչ որ դե գալ այդ հեռախոսը։ Բարած։ Բարած է դեպել է։ Այսինքն ես որ ասացի, գալիս այն նույն հոտը, ինչ որ գալիս է այնց կնոպշնի հեռախոսի վրից, որը գտնվել է երեխու մոտ հրդեի պայն, որը ես անձամբ ես դել համել եմ այդ դենից։ Բայց ինչ եթե քո հեռախոս քո մեքենայի մեջ էր հեռախոսները։ Ինչ է հոտը։ Ես չեմ կարացում հետագայում ինչ-որ մի ձև այդ հեռախոսները նույնտեղ ավարտվել է, թե չէ, դի չեմ կարող պատասխանել, բայց ամսի 18-ին, որը որ ես ծառայության չեմ ելել Երևանում ելել Իվանանոցում, ճանապարհին հանդիպել եմ Նորայրին Դավիթի հողը։ Այդ հեռախոսները ցելոֆոնով իմ մոտ այլես հանդիպում, ասել եմ քոտով հեռախոսը որ նա վեկա, ինքը վեկալը գնացել է, այդ ցելոֆոնով նորից հետա դրվել իմ ավտոյի մեջ, հաջորդ դեպքի օրը առավոտյան ես եմ մնացած հեռախոսները, իմ մոտ ելած հեռախոսները տվել եմ ռազմական ոստիկանության։ Տղայի հեռախոսների մասին չի խոսքը կամ 21-ի։ Հայկի հեռախոսը կոմոդ է։ Ճիշտ է։ Հայկի հեռախոսի վրա չի այդ հոտը եկավ, եթե հայկի հեռախոսը չի գտնվել այդ բանի տակ։ Ես չեմ կարող ասեմ, այդ հեռախոսը այդ բոլոր սմարթֆոնները մինչև դեպքի առավոտը, երբ որ ռազմական ոստիկանությունը գնացել ցուցմունք տալու, ժամը 10-ի կողմերը իմ մոտ այրել, ես ռազմական ոստիկանությունը իմ ավտոյից անել տվել եմ ռազմական ոստիկանության պետին։ Ինչ-որ մի հեռախոսեր կորերը չէին կարող գտնեին, մի անգամ արդեն 50 նիստերից հետո գնացել եմ ռազմական ոստիկանություն, այդ հարցը չեմ կարող ասեմ իրանք ինչ են արել։ Մենք հայտարարության կարգին ասեմ, հեռախոսի կապված։ Ում հեռախոսը հնչականից ես վերցրել եմ, տարածքում այդ բանին վերցրել ես տողրալով տվեցին ինձ, ինձ վերցրել, որտեղ ասին որ չեն կարող ջարդեն, ու այդ հոտն առել տվեցին, ասպես ինչ-որ գալի։ Այդ նույն հոտն է, ինչ-որ այդ կնոպշնի հեռախոսի վրից է գալի։ Կնոպշնի հեռախոսը եղել է իմ ասեցին տվեք, որ ինչ-որ բաներ միջից փորձենք գտնեին բան, ես էլ չտվեցի, ասել հեռախոսը 10 օր հետո ես այդ տնից հանեի, ձեզ ոչ մի չէ խանգարում գնանք այդ հեռախոսը հանեի, ու ինչ ձեզ պետք է անեի, ես պետք է չգնայի հանեի նոր ինձ վերցնեի։ Այնպես որ այդ հեռախոսը նույնն է ընդեղից հավաքած բոլոր հեռախոսները, սրա հետ քնչականում միտեղ չեն եղել։ Իմից տեղ է ասում հարց առաջանում, որտեղից այդ հոտը կապանք հեռախոսի, կամ այդ հեռախոսը հավաքել ես մեքենայի մեջ չեղել, ինչ-որ միտեղ է տանն ես դրել, բայց այնպես տեղ է որ կարակ իրան չի ասում, մենակ ծուխն է կպել։ Բայց փորձում եմ հասկանում եմ, ես այդ շարքային ստերից մեկն է խոսքի է, որ ասում նայում ես, էսի չի բռնում նա այդ դեն չի բռնում նա, այս մեկն որ հեռախոսից ինչի պետք այդ հեռախոսները ու մնացած հեռախոսներից ստիկով կա չի եղել։ Այդ հեռախոսների իմ մոտ եղել է, նորից ասացի, կան այդ Գավոյի հորը հետ հանդիպել եմ Գաբովյանի մոստի մոտ, ես բացել եմ բոլոր հեռախոսները իրան ցույց եմ տվել, ինքը իր հեռախոսը տվով եկալ է, նա այդ կնոպշնի հեռախոս տվել է, որ տարական իրան տվել։ Թե հետագայում ռազմական ոստիկանությունը ոնց են արել, ինչ են արել, որ դեն։ Բայց այդ հոտ առաջ է։ Ինչ հոտ է այդ հոտ առաջ է, նայեք, ես ցույց եմ տվել Ռավյանը, որ ստեղ է լավ, դեպքի օրը կամ դրանից հետո ձեզ կարել են փորձաքննության կամ լաբորատոր ինչ-որ։ Այդ նույն օրը իրիկում է, դեպքի օրը ամսի 19-ի իրիկում է։ Ինչի համար։ Հայտնաբերելու մարդը մենք տվարին օգտագործում։ Բայց ինչ են մտածել օգտագործում։ Ինչից են ելը։ Քննչականում ռազմական ոստիկանության շենքում բան էին, ցուցմունք էինք տալի, ես ճիշտ ասած մանրամասները չեմ հիշում, թե ոնց եղավ այդ խոսակցությունները, թե ինչից հետո որոշեցին, բայց ինչքան ոչ մնացած անձնակազմ կար, սպաներից գնաց, ասեցին դու մենք բանի ովքեր որոտ էին գելի, հոսպիտալ, որ բանի այդ փորձանմուշներ տանք բանի համար, հիմանիտերի համար։ Բայց ինչից է նրա ասել ինչ։ Եթե դու չես հիշում, ես կոնկրետ քեզ, քո ինձ ասածը, ես կարող եմ հիշեցնել։ Ասա կարող եմ մտածել ստրելով։ Այդ նույն օրը բաժանում, ասա ինչ։ Բայց հարց է, որ կարող եմ, չի կարող։ Ասած այդ օրը ինձ հարց են տվել,
Եվն դոզի տակ ա եղել, թե չէ։ Ես էլ ասել եմ չգիտեմ, տեղյակ չեմ։ Իրանք ասել են մենք գիտենք, որը տենց է։ Ես նոր սպանդել եմ, որ չգիտեմ, նույնը Տիգրանն ա տվել, որ չգիտեմ։ Այդ պատճառով մեզ տարան փորձաքննության, որ ասին, եթե դուք իրան պահում եք, ուրեմն դուք եք օգտագործում դրա համար, դրա արդյունքում մեզ տարան փորձաքննությունը ռազմական ոստիկանությունը այդ մասին որ խոսք եղավ դու ասի հլա ձևակերպում ասի այդ մոմենտով Եվոն այն կարգի պահի տեղած էր որ իրան ու ինչ որ ես ներկայացի այդ ամեն ինչը պատմեցի դաժե ասել են որ մեր մոտ ինքը հաշվարկված է որպես օգտագործող ռազմական ոստիկանությունը մտել է տեսողությունը շուտից ոչ բան են արել մեզ հարցրել են ինքը ժամանակ օգտագործած եղել է տնօրեն թե չէ, ասել ենք չգիտենք ու դրանից հետո մեզ տարվել են նույն խոսակցությունն ինչը որ ասած գաղափարի է դա ինչ է շարունակությունն էլ ասեմ, ասացի քանի անգամ եղել է հարցրել եմ օգտագործել ես, ասել է հա տղեկի մոտ է քանի անգամ եղել է հետապել եմ ասել եմ մեղքեր ջայել ես մի արատես բաներ հետո հիշում ես ասեցի երբ ա եղել դու ասեցի դեպքից ընդամենը որ ինքը ասել է հա օգտագործել եմ ընդամենը մոտավորապես պլյուս մինուսով մի շաբաթ առաջ Հա ինքը ծառայական բանից դուրս Ես էլ ասի ասում են չի եղել բանալիզները մաքրել ու սեպտեմբերին է վերջի անգամ օգտագործել կամ նմանատիպ ինչ-որ այլ Ինքը ծառայական ժամերից դուրս թե ինչ արեք ինքը կոմպետենցի չի ասել թե ծառայական ժամերից դուրս երբ ինչ ծառայության մեջ հարցես տվել իրան պատասխանը ստացել ես դու ասած Հա բայց պետք չի եղել որ ինքը ծառայության ժամանակ օգտագործել Չէ, ստեղ ամբողջ հարցը ծառայության ժամանակ օգտագործել Ինքնավորության դեպքում դեր օգտագործում ասածը տել է ասկա ծառայության ժամանակ օգտագործել ինչ օգտագործել ինչ պատասխան շարունակի Լավ, ասենց մի հարցել է, որ ասում էի տարան 3 լիտր չի եղել, 5 լիտր է եղել, որ ինքրեցրել ինվորմացիան ես որ դրեց Որովհետև ես եմ բաները ստացել, որ տարաները ստացել 5 լիտր լցած է եղել Ինչը որ ստացել ենք 5 լիտր լցած է եղել, 5 լիտրով դրվել է ու այդ ես ամսի 18-ին մենակ ընդե չեմ եղել, 18-ին չի օգտագործվել, որ 17-ին օգտագործվել է, 18-ին չի օգտագործվել Տեխնիկաները չեն աշխատել Մենակ տեխնիկաները չեն աշխատել, չի վերցին դեր էջին ասա, կարող է այլ ինչ-որ նպատակով էլի օգտագործել, 17-ին ես եղել Այսինքն դու չես կարող ասես 3 ա եղել, 5 ա եղել, թե 1 ա եղել, ճիշտ է։ 5-ով լցված ա եղել բոլորը։ 5-ով լցված է, այսինքն այդ քո ենթադրությունն է, տարարի 3։ Ես գնացել եմ անձամբ ստանալու այդ բոլոր ԱՄՆ-ները, տարաները 5 լիտրով լցված ա։ Գիտես ի՞նչ է բավարարությունը, ոնց որ պահելով պաշտոնական վարկածը փոխում եք ամեն ինչ անեք ապացուցելու համար, որ եթե 5 ա եղել, բենզինի քանակությունը ավելացնելով, արմատուստելի էֆեկտիվությունը գցեք, որ Դրանով ապացուցեք փորձեք իշխանությունից ապացուցեք որ բան չի եղել։ Ալներել դե հարց չգծի։ Կամ ինչ որ ինչ ես ասեմ։ Մենք մի ցելի դատական նիստ կարելի ասել պես գրած եշինը մեծ հաշվով մեկը փաստաբանտա գրել թե դու ես ասեք քո խոսքով ալբերե ինչա։ Եկան նստանք այդ ամեն չի լսենք ինչ ա։ Արգամն ասում, արգամը էքսպորտ է, հա։ Արգամիջից հետներով ասեմ։ Այնտեղ 10 տարի ուստելերներ չէր հերիքի։ Եվ հարմար ախոնել ասում մի հատ էլ էր քերիք է։ Դա արի հիմք ընդունել, ասենք դա տենց է եղել։ Թողնեն, թող չերիք է, թող օգտագործենք, որ էֆեկտ չտա։ Թող տրամադրեին մեզի հաստատ կլներ։ Ես չեմ ասում որ դա Չան թելիս ես նմանատիպ էժան խոսակցություն ես ինչ է նշանակում։ Հարցը որոշող է անցելա որ Մարգարյանը չի հետներ դներ հաստաբանից հետ քննարկես, ասես եկեք ամեն ինչ անեն, որ ապացուցեն, որ հենց շեղը ինչ համար ունենք դա ապրում։ Մենակ դա մեր ելքը։ Որ ասենք ես մեկը շահորը մի բան արել, դա ուշելը վերջում, ես հելա գնաց։ Ես այդ օրը դեպքի վայրը որ ժամանակ ասել եմ, այդտեղ ուրիշ ինֆորմացիա բացի այդ կրակից, որ ուրիշ ձև եղել է խոսակցություն, չգիտեմ կամ ուրիշ ինչ-որ մեկից ուրիշ տեղեկություն չի եղել է այն, ինչը որ ես հիմա ասում եմ, ուրիշ ոչ մի բան թե, ուրիշ ոչ մի խոսակցություն թե պայթյուն այլ է կամ էս այլ է կամ էները ոչ մի բան չի եղել, մենակ եղել է այդ դրի, որ այդպես այլ է, այդ պահին ներկա գտնվող մարդիկ այդ են ասել, ուրիշ ինֆորմացիա չեմ տիրապետում։
Որ դիրապետեի հաստատ այդ օրը կասի, որ ասենք ես ինչ բանն եմ լսածել, ոնց որ լսել եմ օրինակ, որովհետև բերե Աղմեդուշից են շատ հասկորները, ոնց այդ եմ լսել, որովհետև բան կա, հաստատ այդ է ասել դու Հասկացանք, բայց խոսակցությունը որ այս ինչի ծնողներ է կարա դրա արդյունքն լինի, կարա մի ուրիշ բան է, կարա դիվերսիալի։ Մենակ կենտրոնացեք որ հասենց ա եղել, բայց կումերքի բաժինը փորձեց պատրաստեցնել։ Ես sense ասեմ, եթե մեկի բաժինը պակասեցնելու համար այդում ոնց ասեմ, իրավական առումով դիվերսիալի օգուտ է։ Լավ, հոսանքի փողը որ ասում եք հավաքվել են։ Ասեն նույն պրինցիպով ոչ մի հատ մոտավորապես 7000 դրամ արժի, ապա տարի դուրս է չկա։ Այս է կախանք սա։ Հոսանքի փող եք տալի։ 20, 30, 60, 50,000։ Չգիտեմ, դեք ասենք հոսանքը եթե անջատում է, այդ տղեկի կյանքին ինչ, իրանց անվտանգության հետ այդքան շատ մեծ կապ չունի։ Տակասնելու հետ տակասնելու կյանքի հետ կապ չուներ։ Չէ՞։ Էլի նրանից կարևոր ասում ուտերու չանցավ Աղմեդուշից է դասենք ինչ աղմեդուշից է։ Չէ, որ ես հարցը չի համար եմ տալի, որ ասում եք այն հարցը մեր միջոցներով լուծել եք, ես հարցը բախի չես լուծել։ Կապվել ես վերև ասել ես, չգիտեմ, չես գրել կամ չի գրվել, ոչ մեկի կողմից չի գրել, մտածես կողմից դի չի գրվի, քո սեփական միջոցներով այդ հարցը կարգավորել։ Եթե այն հարցը կարգավորել։ Ես չգիտեմ ինչ աղմեդուշից են առնում։ Եթե ասենք ինչ-որ մեկը պետք է գան նայել, ասենք չգիտեմ, Փրփուրային ասենք հարցներ, ասենք կարող է հոսանք բարբի, հոսանք չփոխանցող աղմեդուշտն ինչպես է։ Դե իմ մասնագետորը պետք է նայել թե ինչ աղմեդուշից է պետք որ դրանից է վերել է։ Ես մասնասից լավ է ասել, տան պատերն ինչից է ինքն։ Քար, մենակ այդ բանը Շուշաբանդի մոտը ոչ պատից վերել, հայտել է Շուշաբանդի։ Բայց ինչ դրակ ինչից է ինքն։ Ես որ հասել եմ տեղ այդ կրիշի տակի գերանները, Շուշաբանդից, նախամուտքի շարից վերևելի փայլը մինչև փողը մտնել է Գերվահագոն, հիմնական կրիշներ, Վահագոն կրիշի ծածկի գերանները, Վահագոն տակին։ Մինչև կրիշի ծածկի գերանները դեռ կար, որը կարար չթողնել, որ այդ գերանները վառվեն։ Դե ինքը վրից է լծված, կրակը տակից է։ Ու ասելով մի քանի անգամ կրակը նորից կապել է, նորից բաժանում։ Բաժանում տեք այնած այլ մինչև եթե չեմ սխալվում, մենք դեպի զննությունների վերջացին գնացինք, մի մարտական հաշվարկ տեք այնպես մնացել է, որ վարվում էր հանգցնում էին նորից։ Մի ավտոն մնացել էր հետը դեպի զննությունը, որ ավարտվել է ժամը 12-ի կողմերը, մի ավտոն մնացել էր հետը կանգնած։ Որտեղ այդ բանը կրիշի գերանները, որ թեք են գազել այդ նամը, չդի նորից վարվում էր։ Պրոստա մի բան էլ է Վրաստան սոտուրակի ասել համար, որ այսքան բանը պետք է ես չգիտեմ պարտավորված ես գելով, զգալով, գումար տալու, հետևանք ասես բաներ եկին։ Հաստատան պետք է ասես դեպ քննելու հաջորդ վարքյանից, որ ձեզ հավաքի բերել են, որպես մեղադար, արդեն ձեր հոդվածը ձեր ճակատից կախված է, ինչ ուզում եք արել։ Մենք փորձենք տաղավարի բայ, որ իմ տաղու ասած է, գորը, լավ, ավարտեց տեսնենք պաշտպանական կողմերը ամենավերջում հնարավորությունը կտանցեցվողին։ Արցունի Պատորժադրժան վերելություն բարի անմիջում կդարավորել, արդեն վեցուսոք ժամով ենք շարունակ մոդելականից դա։ Լավ, ուզում եք վերեք հայտարարեք ինչ կարծիք եք որպես։ Ասի գրով մենք միջում, հա? Ֆանտազմ։ Երկար չի արդյոք։ Լավ, վերեք լսեք